Պարոն նախարար, ճիշտն ասած նոր մտքովս անցավ, ես զարմացա, թե ինչու 2025 թվականի փետրվարի կեսերին Գևորգ Պապայանը որոշեց խոսել Հայաստանի արտաքին պարտքի մասին, մի փոքր մանիպուլացնելով եւ մարդկանց հույս ներշնչելով, որ ոչ թե մի 13 միլիարդի չափ ունենք, այլ 5 ու քանի միլիարդի չափ ունենք, հետո իհարկե Պապայանին շտկեցին շատերը։ Եվ ինչու դուք հիմա 25 թվականի մայիսի սկզբին, այսօր 2-ն չէ, մայիսի 2-ին որոշեցիք խոսել Հայաստանի պետական պարտքի եւ պարտատոմսերի մասին, ինչ կար այդտեղ մտահոգիչ կամ ինչ-որ պարզաբամա ենթակա, որ որոշեցիք ասուլիս տալ, ինչին դեմ չենք իհարկե, շատ լավ է, բայց ես այստեղ նայում եմ ձեր տված տեղեկանքը կարճ, դուք համեմատական եք տարել 18-19 թվականային կառավարության պարտքը նա հարաբերակցության մասով տոկոսային թվերն եք ընդամենը նշել, 50% միջև նվազել է, հետո ավելացել եք 20 թվին 63.5, բայց դուք չեք նշել թվային արտահայտության որքան է եղել 18 թվականին 17-ի վերջին Հայաստանի պետական պարտքը ամբողջությամբ, այսինքն ձեր թիմը, որ եկել իշխանության, ինչքան պարտքով է ստանձնել եւ այս բանին ինչքան է։ Ես հիշեցնեմ մոտավոր թվերը, այն ժամանակ 6.774 էր դեկտեմբերի 31-ի դրությամբ 17 թվականի, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունից վերցրեցիք կառավարության օրոք այդ ժամանակը վերջին ցուցանիշը այդքան էր, մոտ 6.8 միլիարդ դոլար Հայաստանի պետական պարտքը։ Այսօր ձեր կառավարման 7 տարիներին Հայաստանի պետական պարտքը աճել է մոտ կրկնակի չափով, դառնալով մոտ 13 միլիարդ դոլար։ Հիմա ուզում եմ հասկանալ, դուք սա ինչով եք բացատրում, պատերազմն ու COVID-ը մի կողմ թողնենք, այդ 2 տարի էր։ Ձեր կառավարման ընթացքում մարդիկ պետք է ավելի լավ ապրեն, Հայաստանի տնտեսությունը պետք է երկնիշ տնտեսական աճ գրանցեր, իսկ հիմա 5.1-ի շուրջ ընդամենը տեղավորվում եւ Հայաստանի տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են, պետական պարտքը ավելանում է։ Դուք սա ինչով եք բացատրում։ Մեկ էլ լրացուցիչ կխնդրեի ասեք, թե այդ 750 միլիոն դոլարի եվրոբոնդերը, որ թողարկել եք, դրանց շահառուները ովքեր են եւ արդյոք թուրքական ներգրավվածություն կա այստեղ, թե ոչ։ Շնորհակալություն։ Դե ես թուրքական ներգրավվածության մասին ինձ թվում է այդ հարցին պատասխանեցի, երբ որ ձեզ ամենասկզբում ասեցի, որ հիմնական մասնակիցները Մեծ Բրիտանիայից են, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից եւ այստեղ հիմնական մասը ինստիտուցիոնալ ներդրումային ընկերություններ են, կենսաթոշակային ֆոնդեր, հեջավորման ֆոնդեր եւ մի փոքր մասը նաեւ բանկեր են։ Ներողություն։ JP Morgan, Citibank եւ Credit Agricole Bank։ Ինչ վերաբերում է ձեր հարցի սկզբի մասին, տեսեք, այդ հարցին բարբերաբար պատասխանում եմ ես եւ երևի ես բարձ չեմ բացատրում։ Հիմա կփորձեմ առավել բարձ բացատրեմ, որպեսզի այս հարցը չնայած գիտեմ, որ քանի որ այս հարցը ինքը տենց լավ վերնագրի թեմա է, եւ մարդիկ տենց պարտք բառը լսելուց ահաբեկվում են կամ ասենք օրինակ պարտքի թիվը հնչեցնելուց տենց լավ է այդ ծախվում այս թեման, էլի, բարբերաբար հնչելու է, բայց ուղղակի ուզում եմ ասեմ, որ կարող է։ Վահե ջան, պետք է խնդրեմ, սպասենք պատասխան։ Կարող է, օքեյ։ Հիմա տեսեք, պարտքի բացարձակ մեծությունը էական չի։ Տարբեր երկրներում տրիլիոններով պարտք կա, բայց այդ երկրները զարգացող երկրներ են եւ որևէ խնդիր չկա։ Երկրներ կան, որոնք պարտքի ճգնաժամ են ունեցել, նույնիսկ փոքր պարտքի հետ կապված։ Հետեւաբար այստեղ բան չի, մեկ ընդհանուր ֆորմուլա գոյություն չունի, բայց գոյություն ունի ընդհանուր մոտեցումներ։ Սովորաբար պարտքը հաշվարկվում են հնայի հետ հարաբերակցությամբ, այսինքն իր բացարձակ մեծությունը ըստ էության այդքան էական չի, կապ ունի, թե դուք որքան եկամուտ ունեք, որովհետև համախառն ներքին արդյունքը դա այն համախառն եկամուտն է կամ այն համախառն արդյունքն է, որը մեր պետությունը, մեր բոլոր քաղաքացիները միասին տնտեսությունը ստեղծում են մեկ տարվա ընթացքում, այսինքն մեր պարտքի մակարդակը հարաբերվում է դրա հետ։ Սովորաբար դրա համար է, որ պարտքի մասին խոսելուց մենք խոսում ենք այդ ցուցանիշի հետ հարաբերակցության մեջ։
Հիմա կարող է այսօր պարտքի մակարդակը լինի 13 միլիարդ, վաղը լինի 50 միլիարդ եւ այստեղ կարևորը այն է, որ թե ինչքան է մեր համախառն ներքին արդյունքը զուգահեռաբար աճում։ Դրա համար մենք սովորաբար խոսում ենք պարտ գնահ ցուցանիշից, որը, ինչպես ես նշեցի, 24 թվականի արդյունքում 0.1%-ային կետով նվազել է։ Ինչի, որովհետև մեր պարտքը աճել է ավելի դանդաղ, քան մեր աճն է տեղի ունենում։ Այսինքն մենք հարստանում ենք ավելի արագ, քան մենք պարտք ենք վերցնում։ Սա նշանակում է նաև այն, որ այն պարտքը, որը մենք վերցնում ենք, որպեսզի ներդրումներ կատարենք մեր ենթակառուցվածքների մեջ կամ տարբեր ուղղություններով, վերադառնում եմ, այսինքն արդարացված է։ Եվ ես կուզենայի իհարկե, որ այո, ծախսերի արդյունավետության բարձրացման խնդիր միշտ կա եւ այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք եւ սա մեր աշխատանքի կարեւոր մասն է կազմում եւ դա պետք է անենք։ Եվ որևէ մեկը չի կարող ասել, որ մեր ծախսերը բացարձակ արդյունավետ են։ Դա մի process է, որ անընդհատ պետք է բարելավվի, այսօր կարծում ենք արդյունավետ են, վաղը նայում ենք, ասում ենք, չէ, այս մասը արդյունավետ չի, պետք է փոխել, պետք է մեխանիզմները փոխել, այս ծախսերը պետք է հանել, նոր ծախսեր պետք է հանել, որոնք ավելի մեծ տնտեսական արդյունավետություն կունենան։ Դրա համար Հայաստանում ներդրվում են որոշակի կառուցակարգեր, որպեսզի այդ որոշումը, թե ինչն է արդյունավետ, ինչը չի արդյունավետ, ճաշակով չլինի։ Այսինքն գոյություն ունի հանրային ներդրումների կոմիտե, այսինքն մեծ ենթակառուցվածքային ծրագրերը մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվում, որը ներդրել ենք մի քանի տարի առաջ, բայց ինքը անընդհատ լավարկման process-ի մեջ է։ Ֆինանսային նախարարությունում ներդրել ենք ծրագրերի գնահատման գործառույթ, որպեսզի այս ծրագրերի տարբեր ծրագրեր, ռիսկային ծրագրեր կարողանան գնահատել եւ հասկանալ, թե ինչ արդյունավետությամբ են նրանք գործում եւ այն նպատակները, ինչի համար իրանք պետք է ծառայում են, թե ոչ։ 18 թվականի համար մենք կարծում ենք, 18 թվականին ինչքան է բյուջեի միլիոնները եւ տնտեսականացը եւ հիմա որտեղ դա գրածը նվազել է մինչեւ 50%, 18 թվականին։ Հիմա այսօր խոսում ենք, որ 50%-ը լավ ցուցանիշների իջել է 50%-ի։ Այսինքն մնացել ենք նույն տեղում։ Մանյայի ասած մնացել ենք նույն դասարանում։ Աստորեն 18 թվականից մինչեւ հիմա 7 տարվա իշխանության օրոք ընթացքում, պարոն նախարար, մենք մեր պետական պարտքը էլի հարկեր հարաբերակցությամբ 50%-ի շրջանակում է, ոնց որ 18 թվականին էր, այսինքն լավ ցուցանիշը 18-ին էր։ Եվ հիմա էլի 50%-ի շատ լավ հարց է։ Եվ նաև որ ասում եք, որ այդ ես հասկանում եմ, որ հնայի մասով կառավարելի լինի, թե չէ, այն ժամանակ էլ Վարդան Արամյանն էր ասում, որ մենք կառավարելի է, կարմիր գծերը չեն կանցել բան, մեծ հուսադրում էր դրանով։ Բայց այն ժամանակ, երբ որ 6-8 միլիարդ էր, մեր բյուջեն ինչքան էր, եւ հիմա որ 12-13 միլիարդ է, էլի մեր բյուջեն ինչքան է եւ արդյոք դրանք համարժեք են միմյանց։ Այո, սա 13-ի չափով աճել է կրկնակի մեր բյուջեն 18-ի համար։ Այո, մենք անընդհատ խոսում ենք դրա մասին, որ մեր բյուջեի եկամուտները կրկնակի աճել են, կրկնակից ավել աճել են 18 թվականի համեմատությամբ, հիմա ճիշտ է բյուջեի թվերը ձեռքից տակ չկա, բայց այո, վստահեցնում եմ ձեզ, որ կրկնակի աճել են եկամուտները, եթե 18 թվականին մեր բյուջեն, եթե ճիշտ եմ հիշում 1.8 միլիարդի 1.8 միլիարդի շրջանակներում էր, 25 թվականի բյուջեն արդեն 3.5 տրիլիոնի շրջանակներում է, այսինքն այստեղ էական ոճ ունենք, եկամուտների էական ոճ ունենք, ամեն տարի տեսեք, ամեն տարի մեր բյուջեի եկամուտները միջինում աճում են 200 միլիարդ դրամով, բայց մեր պարտքի սպասարկման ծախսերը աճում են 20-30 միլիարդ դրամով, այս տարի կարծեմ մի փոքր ավել։ Այստեղ հարց է առաջանում, եթե մենք այսօր ասենք եկեք պարտք վերցնենք, որպեսզի մեր եկամուտները 200 միլիարդ դրամով աճեն, բայց դրա մի մասը տանք մեր պարտքի սպասարկմանը, մենք կհամաձայնենք, այստեղ կարևորը այն է, որ մեր աճող գումարի ծավալը ավելի մեծ լինի, շատ ավելի մեծ լինի, քան այն տոկոսը, որը մենք տալիս ենք այդ պարտքի սպասարկմանը, կարծեմ դա տրամաբանական երևույթ է, եւ այստեղ պարտքի
հնայեթ հարաբերակցության տեսանկյունից, տեսեք, եթե մենք ասում ենք եւ մեր ֆիսկալ կանոններն են այդպես ասում, որ մինչեւ 60% բարդ հնարաբերակցություն ունենալը դա անվտանգ է, դա ասում են մեր պարբերական գնահատումները, որովհետեւ դա մենք ունենք որպես կանոն, բայց պարբերաբար նաեւ գնահատում ենք դա ինչքանով է այսօրվա համար ճիշտ։ Եթե համարում ենք, որ դա ընդունելի ցուցանիշ է, վաղը օրինակ մեր պարտքը լինի 30%, բայց մենք ասենք կամ դուք ասեք, եկեք այդ պարտքը մի քիչ ավելացնենք, այսօր մի ներդրում կատարենք, որպեսզի մեր այն ծախսը, որը պետք է անենք 5 տարի հետո, առանց պարտքի, անենք այսօր, մեր ժողովուրդը սկսի ապրել ավելի լավ այսօրվանից սկսած, ավելի բարեկեցիկ լինի տնտեսական ակտիվությունը, ավելի լավ լինի մեր փողերը շատանան, այդ պարտքը հետո կփակենք, այսինքն եթե տեղ կա պարտ վերցնելու, որպեսզի մի փոքր ավելի առաջանցիկ տեմպով մենք կատարենք ներդրումները, ես կարծում եմ, որ դա պետք է անենք։ Պրոբլեմը ուրիշ տեղ է, պրոբլեմն այնտեղ կարող է լինի, որ մենք պարտքով փող վերցնենք, որպեսզի ինչ-որ մի բան կառուցենք ու չկառուցենք։ Այդ դա կլինի մեծ պրոբլեմ։ Դրա համար մենք սովորաբար խոսում ենք բյուջեի կատարողականի մասին, կապիտալ ծախսերի կատարողականի մասին, այսինքն ինչքանով է այն խոստումը, որ մենք տվել ենք պարկ վերցնելու եւ ինչ-որ գործողություն անելու, ինչքանով ենք պատշաճանում։ Եվ վերջին տարիներին իրականում խոսում ենք նրա մասին, որ այս կարողությունը էականորեն բարձրացել է, որտեղ այո, ունեինք 18-19 թվականին բյուջեի էական աճերի պայմաններում այդ պետական ապարատը կամ մեր կարողությունները ընդհանրապես որևէ բան կառուցելու համարժեք չէին աճում մեր եկամուտների աճին զուգընթաց։ Եվ մենք ամեն տարի տեսնում ենք, որ այն գումարները, որը մենք ծախսում ենք շինարարության եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, էապես մեծանում են։ Օրինակ կարող եմ ձեզ բերել, եթե մենք անցած տարվա առաջի եռամսյակում ծախսել ենք մոտավորապես 10 միլիարդ դպրոցաշինության վրա, այս տարի, լավ հիմա ճիշտ թվերը չեմ հիշի, բայց էականորեն ավել գումար ենք ծախսել դպրոցաշինության վրա առաջին եռամսյակում, քան անցած տարի։ Սա նշանակում է, որ մեր պլանավորման, մեր շինարարների աշխատանքի արագության տեմպերը էականորեն ավելացել են, բայց ես չէի ասի, որ մենք հասել ենք մեր այդ ցանկալի մակարդակին։ Սա անընդհատ պետք է բարելավի, մեր պլանավորման մակարդակը պետք է բարելավի։ Դրա ցուցանիշն է, օրինակ, այն, որ մենք առաջի եռամսյակը պլանավորել էինք ավարտել դեֆիցիտով, բայց մենք ավարտել ենք ավելորդով։ Այսինքն մենք ավելի շատ հարկ ենք հավաքել, քան ծախսել ենք, թե պլանավորում էինք ծախսել շատ ավելի շատ։